Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, կրկին Biofood եթերում այս անգամ կպատրաստենք նոր տարվա սեղանի զարդը, ազդրը, տարբերվող բաղադրատոմսով, կտրելուց մի քիչ մեջքի մասից թողել եմ, որպեսզի ավելի մեծ ստացվի, ավելի հետաքրքիր։ Այս անգամ մենք կպատրաստենք բուդը ոսկորը հանած տարբերակով։ Ահա այս ուղղությունով է ոսկորը գնում, կտրելուց մաքսիմալ զգույշ, որպեսզի միսը չփչացնենք։ Վերջի համար հնարավորինս գեղեցիկ տեսք ապավելու համար։ Ահա արդեն հեռացրել եմ երկու ոսկորներ։ Ցանկության դեպքում ահա այս վերջավորությունը, վերջի մասի ոսկորը կարող եք չհեռացնել, որովհետև կան մարդիկ, ովքեր սիրում են, որ այս մասը լինի ազդրի վրա։ Ես նախընտրում եմ երկու ոսկորն էլ հեռացնել, որպեսզի ներսից կարողանամ ավելի լավ մարինացնել, որպեսզի աղաջրի մեջ երկար չպահեմ։ Այս տարբերակով 24 ժամը բավարար է աղաջրի մեջ դնելու համար։ Ահա պատտել եմ ազդրը, ոսկորը, որը հանել էի, դրել եմ իր տեղում, նայեք, ընդհանրապես չի տարբերվում։ Ցանկության դեպքում կարող եք նաև այսպես անել, ինչպես ձեր հարմար է, ինչպես կկամենաք։ Ցույց եմ տալիս հնարավոր բոլոր տարբերակները, ոնց կցանկանաք, այնպես պատրաստեք։ Պատրաստվում ենք ազդրը դնել աղաջրի մեջ, ահա այն 4 բաղադրիչները, որը հարկավոր են աղաջրի մեջ դնելու համար, բացառում ենք գազարը, բացառում ենք դափնու տերևը եւ սև պղպեղը առանց աղալու։ Մեզ հարկավոր է 100 մլ հայկական կոնյակ, նախապես տաքացնում ենք եւ այրում ենք սպիրտը, որպեսզի սպիրտային մասը լրիվ դուրս գա եւ մնա իր գեղեցիկ համը եւ բույրը։ 4 լիտր ջրին վերցնում ենք 60 գրամ աղ, ամեն 1 լիտրի համար 15 գրամ։ Միգուցե մտածեք, որ դա քիչ է, հիմա կասեմ ինչի համար դա քիչ չէ։ Օգտագործում ենք 150 մլ սոյայի սոուս, որը իր հերթին մեծ ջրին ապահովելու է հավելյալ աղիություն։ Այ հենց դա նկատի ունեի, երբ ասում եմ, որ 60 գրամ աղը քիչ չի լինելու։ Օգտագործում ենք պղպեղների փունջ։ Ահա աջուրը արդեն աղը լսել խառնել եմ, որպեսզի երկար ժամանակ չծախսենք։ Հիմա ավելացնում ենք կոնյակը։ Կոնյակից հետո ավելացնում ենք սոյայի սոուսը։ Եվ աղացով միանգամից ջրի մեջ աղում ենք 4 տեսակ պղպեղը՝ սև, կարմիր, կանաչ, սպիտակ։ Աղաջրի մեջ թողնում ենք 24 ժամ։ Ոչ մի 2 օր, ոչ մի 3 օր, շատերը մի քանի օր դնում են աղաջրի մեջ, դրա կարիք չկա։ Այս տարբերակով թողնում ենք 24 ժամ, փորձված տարբերակը ձեզ ներկայացնում, իդեալական աղը վերցնում է իր վրա։ Քանզի մենք սրանից հետո, երբ որ կտեղադրենք սխտորները, նույնպես կտեղադրենք սխտորները նախապես աղով, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական։ Պարտադիր բոլորին հետաքրքիր է արդյոք 24 ժամը հերիք է, որպեսզի միսը ամբողջովին աղը իր մեջ վերցնի։ Մենք այս բաղադրատոմսը պատրաստում ենք այլ ձևով։ Ես անկեղծ ասած 24 ժամ թողեցի ջրի մեջ, որ մի քիչ ալյունը դուրս տա, դրա համար, ոչ թե որ լավ աղ ուտի։ Ահա ազդրը հակառակ կողմից, որտեղից որ հեռացրել ենք ոսկորը, եւ այդտեղից սկսելու ենք մարինացնել։ Այսինքն, եթե չկա ոսկոր, կա բացված նմանատիպ, շատ հեշտությամբ մենք կարող ենք մարինացնել եւ միսը շատ լավ իր վրա կվերցնի թե աղը, թե մնացած բոլոր համեմունքները։ Անցնենք համեմելուն, հիմա ցույց տանք ինչ է պետք մեզ համեմելու համար։ Համեմելու համար մեզ հարկավոր է մարինացնելու ավելի շուտ հատիկավոր գարչիցա, սխտոր, կարմիր ծխեցրած պղպեղ, քաղցր, աղ, պղպեղների փունջ հատիկավոր աղալու ենք, ներկայացրել եմ արդեն հոլովակի մեջ քանի տեսակի պղպեղ կա, եւ նույն պղպեղների փնջից այստեղ արդեն չորացրած կարմիր բուլղարական պղպեղների տեսականի կա։ Անցնենք առաջ։ Սխտորի վրա լցնում ենք աղ, պարտադիր, աղ օգնում է սխտորի մեջից դուրս գալ ողջ հյութը եւ մսի մեջ տեղադրելուց սկսում է հյութաշարժ եւ ամբողջովին միսը իր վրա վերցնում է եւ թե սխտորի համը եւ թե աղի։ Աղից բացի ուրիշ ոչ մի համեմունք չենք ավելացնում, որպեսզի համտեսելուց զգանք մսի համը, ոչ թե ինչ որ համեմունք հետաքրքիր։ Սկզբի համար մսի վրա անում ենք կտրվածքներ, ոչ շատ խորը։ Որպեսզի ապրանքային տեսքը լինի շատ գեղեցիկ սեղանի վրա։ Եվ այստեղ, որտեղ որ կտրվածքներ ունենք, կատարում ենք ծակոտիներ եւ տեղադրում ենք սխտորը։ Կտրտելու առավելությունը որ մեկն է, երբ որ տեղադրում ենք սխտորները, չենք մոռանում որտեղ։ Հերթականությունը արդեն գիտենք եւ երևում է որտեղ ենք տեղադրել, որտեղ չենք տեղադրել։ Պարտադիր աղը միած ստուգում ենք մսի, որպեսզի հասկանանք ինչքանով է ջուրը տվել աղիություն, եւ այս կողմից սկսում ենք աղել։ Լավ լցում ենք, որպեսզի ամեն մի
արանքում ամեն մի ծակոտիում աղը անցնի։ Վերցնում ենք բուսական յուղ, ավելացնում ենք կարմիր պղպեղը, պղպեղների փունջը, հաջորդ պղպեղների փունջը և լցնում ենք ազդրի վրա։ Լավ մերսում ենք, որպեսզի ամեն սանտիմետրը, ամեն միլիմետրը պատենք համեմունքով։ Բուսայուղը իջնում է ներքև, վերջում բարձրացնում ենք ազդրը, համեմունքը անցնում է, բացվում է ամբողջ յուղաթղթի վրա, նորից ազդրը տեղադրում ենք, արդեն ինքը ներքևից հանանելու է։ Եվ ամենավերջում մեր հատիկավոր գարչից, չգիտեմ հայերեն ոնց է լինում, անկեղծ ասած կներեք։ Ահա մեր վերջնական տեսքը ջեռոցից առաջ, ուղարկում ենք ջեռոցը եփվելու, նախապես տաքացված 180-ից 200 աստիճան ջերմաստիճանում, ամեն կիլոգրամի համար 1 ժամ, օրինակ իմ դեպքում սա կշռում է 5 կիլոգրամ, պետք է եփվի 5 ժամ։ Սկզբի 4.5 ժամը եփում եմ նույն ջերմաստիճանում, վերջի կեսը ժամը բարձրացնում եմ ջերմաստիճանը մինչև 250, միացնում եմ վենտիլյատորը, բացում եմ թե յուղաթուղթը, եթե ձեր դեպքում ստվարաթուղթը, չգիտեմ, փայլաթիթեղը, որը կլինի վերջի կեսը ժամը բացած բարձր ջերմաստիճանում եփում ենք, որպեսզի շատ լավ կարմրի։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Թող որ իրականանա բոլորիդ իր ձերը եւ երազանքները։